Անենք կանխատեսում և տեսնենք ինչպիսին կլինի առյուծների համար հունիս ամիսը։ Հունիս ամիսը առյուծների համար ինչպիսին կլինի։ Հունիսը կենդանակերպի առյուծների համար։ Առյուծների աշխատանքը, ֆինանսը, անձնական կյանքը, առողջությունը, խորհուրդ առյուծներին, անակնկալը և զգուշացումը։ Ողջ ամսվա էներգիան առյուծների համար, տեսնենք ինչ էներգիաների մեջ կլինեք հարգելի առյուծներ հունիսին, ինչ էներգիաների մեջ կլինեք հունիսին։ Եվ սկսենք ձեր աշխատանքից, աշխատանքը առյուծների, աշխատանքի հետ կապված դուրս է եկել կարևոր որոշումը հնարավոր է կապված է տնօրինության հետ կամ կապված է կարևոր օրենքի հետ կապված, թղթաբանության հետ կապված, կամ ընդունենք ձեր քարտային աշխատավարձի հետ կապված կարևոր որոշում։ Տեսնենք ձեր ֆինանսականը, ֆինանսի հետ կապված դուրս է եկել, դուք ֆինանսական դժվարությունից դուրս եք գալիս, հնարավորակային, այսպես պահող բաներ, դուք արդեն հասկանում եք, որ այդ վիճակով ամեն բան թողնել չի կարելի ու դուրս եք գալիս այդ վիճակից։ Նու այստեղ հնարավոր է նաև այսպիսի մի բան, շատերը փորձեն իրենց աշխատավայրը փոխեն կամ որոշում կայացվի, որ դուք այլևս չպետք է աշխատեք, դա էլ հնարավոր չի բացառվում։ Ու դուք գնաք ձեր համար ավելի այսպես հանգիստ կամ ավելի լավ աշխատանք փնտրելու։ Անձնական կյանքի հետ կապված ընտանեկան բարեկեցություն, հաջողություն, եթե անգամ անձնական կյանքի հետ կապված դուք խնդիր ունեք, ինքը հաճելիորեն կլուծվի։ Առողջության հետ կապված, տեսեք, որքան էլ որ առողջության հետ կապված հարցեր լինեն, ամեն դեպքում կոմֆորտ է լինելու, ձեր համար դժվար չի լինելու։ Այստեղ ավելի շատ հենաշարժողական ապարատի, շարժվելու, ոտքերի հետ կարող են խնդիրներ լինել, բայց ոչ մի այսպես դժվար բան, ուղղակի ուշադիր ենք լինում մեր ոտքերին։ Այստեղ խորհուրդը ձեզ տրվում է, ուրեմն, եթե ձեր կյանքում ինչ-որ նոր բան կամ նոր ծանոթություններ, հետո կարող են դառնալ դրանք շատ կարևոր, շատ ճակատագրական բաներ, ինչ-որ նոր էմոցիաներ ապրելու կամ զգացմունքներ ապրելու համար պետք է ձեզ փակել կամ դրանք անտեսել, հա, հնարավոր է անակնկալ նաև կապված լինի երեխաների հետ, անակնկալը չէ, խորհուրդը։ Այստեղ անակնկալը ֆինանսների հետ է կապված, հաջողությունների հետ է կապված կամ ձեռքբերումների հետ է կապված։ Այստեղ կարծեմ զգուշացումներ, անակնկալներ, այ անակնկալը հաճելիորեն ձեզ կզարմացնի, այստեղ էր զգուշացումը։ Նայեք, այստեղ հնարավոր է ձեզ որոշակի հիասթափություն, այստեղ կարտը ձեզ զգուշացնում է, որ ուշադիր եղեք, ձեզ լինելու է հնարավորություն, առաջի հայացքից գուցե ինքը փոքր թվա այդ հնարավորությունը կամ այդքան էլ լավ նորություն չլինի ձեր համար, բայց ինքը ես այստեղ էլ ասեցի, որ շատ կարևոր է լինելու այդ հնարավորությունը բաց մի թողեք, դուք կենտրոնացել եք դժվարության վրա, չեք նկատում, որ ձեր կողքին կատարվում է հնարավորություն, տրվում է եւս մեկ շանս, այսպես ասեմ, ու պետք չի դա բաց թողնել, անընդհատ պետք չի այդպես նեգատիվի վրա կենտրոնանալ, ձեզ պետք է, որ դուք փոխեք այն, որտեղ որ դուք ունեք հնարավորություն այդ ամեն ինչը փոխելու, իսկ ողջ ամսվա էներգիան հարգելի առյուծներ կենտրոնացված կլինեք ընտանեկան հարցերի, ընտանեկան խնդիրների, այստեղ ընտանիքը բարեկեցիկ վիճակի մեջ է, եթե ընտանիքում նույնիսկ այսպես կա երեխա, երկրորդ երեխայի հետ կապված կարող է լինել, ընդունենք, իմանաք, որ աղջիկ երեխա պետք է ունենաք,
կամ տղա երեխա պետք է ունեք, եթե դուք տղա ունեք, ամեն դեպքում, եթե անգամ դա չկա, ապա ընտանեկան հարցերը ակտուալ են լինելու ողջ ամսվա ընթացքում։ Դուք ձեր հանգիստը կզգաք ձեր ընտանիքում։